Երբևէ զգացել եք, որ կարևոր որոշում կայացնելիս կարծես թե խրվել եք մի տեղում։ Միայն մի տեսանկյունից եք նայում հարցին։ Դե այսօր մենք կխոսենք մի շատ հզոր գործիքի մասին, որն իսկապես կարող է ամբողջությամբ փոխել ձեր մոտեցումը ցանկացած խնդրի նկատմամբ։ Գիտեք, այս դասական հարցը հիանալի է ցույց տալու համար, թե մենք սովորաբար ոնց ենք մտածում։ Մեզանից շատերը բնականից հակված են կամ լավատես լինելու, կամ էլ հակառակը միշտ զգուշավոր են։ Բայց մտածել եք, իսկ միգուցե լավագույն որոշումը կայացնելու համար պետք է կարողանալ երկուսն էլ լինել։ Դե խնդիրը հենց դրանում է։ Մեր միտքը, գիտեք, սովորաբար շարժվում է միայն մեկ ուղղությամբ։ Այն հիմնվում է կամ մեր զգացմունքների, կամ էլ նախկին փորձի վրա։ Ու հենց սա էլ մեզ խանգարում է տեսնել ամբողջական մեծ պատկերը։ Ինչպես ասել է հենց այս մեթոդի հեղինակը Էդվարդ դե Բոնոնը, նպատակը սեփական ճշմարտացիությունն ապացուցելը չէ, ոչ, նպատակը լավագույն լուծումը գտնելն է։ Իսկ դրա համար պարզապես պետք է բաց լինել բոլոր տեսակետների համար։ Եվ ահա, հենց այստեղ է մեզ օգնության գալիս դե Բոնոյի հանճարեղ լուծումը՝ մտածողության 6 գլխարկների մեթոդը։ Սա ուղղակի գործիքների հավաքածու չէ, հավատացեք, սա մի ամբողջ փիլիսոփայություն է։ Այս ամենը հիմնված է զուգահեռ մտածողության վրա։ Հիմա պատկերացրեք, վիճելու փոխարեն բոլորը միասին նայում են միևնույն ուղղությամբ, հերթով փորձելով խնդրի բոլոր կողմերը, այսինքն բանավեճը վերածվում է ոնց որ միասին քարտեզ նկարելու։ Դե ինչ, եկեք բացենք մեր մտքի այս յուրօրինակ զգեստապահարանը եւ հերթով փորձենք բոլոր 6 գլխարկները։ Տեսնենք, թե դրանցից յուրաքանչյուրը ինչ ուժ ունի։ Եվ այսպես, սկսում ենք սպիտակ գլխարկից։ Սա մեր ներքին վերլուծաբանն է, մեր ներքին անալիտիկը։ Երբ մենք դնում ենք այս գլխարկը, մենք դառնում ենք լրիվ չեզոք, ոնց որ մաքուր, սպիտակ թուղթ։ Մեզ հետաքրքրում են միայն փաստերը, թվերը եւ ստուգված տեղեկատվությունը։ Ոչ մի կարծիք, ոչ մի զգացմունք։ Միայն մեկ հարց. ինչ գիտենք մենք հաստատ։ Լավ, փաստերը հավաքել ենք։ Հիանալի։ Հիմա ժամանակն է, որ տեղ տանք մեր զգացմունքներին։ Դնում ենք կարմիր գլխարկը, սա սրտի, ինտուիցիայի ու մեր ներքին ձայնի գլխարկն է։ Գիտեք, որն է ամենակարևորը։ Այստեղ պետք չէ որևէ բան հիմնավորել։ Պարզապես ասում եք. ես այսպես եմ զգում։ Վերջ, սա թույլ է տալիս, որ մեր կանխազգացումները դուրս գան լույսի տակ առանց որևէ տատողության։ Լավ, լսեցինք մեր սրտին, հիմա ժամանակն է, որ միացնենք մեր քննադատական միտքը։ Դնում ենք սև գլխարկը։ Սա թերևս ամենակարևոր գլխարկներից մեկն է, որը հաճախ փրկում է մեզ սխալ որոշումներից։ Այն մեր ներքին սատանայի փաստաբանն է, որը զգուշացնում է բոլոր հնարավոր ռիսկերի ու թույլ կողմերի մասին։ Բայց ուշադրություն, սա ուղղակի բողոքել չէ։ Յուրաքանչյուր մտահոգություն պետք է ունենա տրամաբանական հիմք։ Բոլոր հնարավոր խնդիրները գնահատեցինք։ Շատ լավ։ Հիմա ժամանակն է, որ տեսնենք լույսը թունելի վերջում։ Փոխում ենք սև գլխարկը դեղինով։ Եթե սևը զգուշությունն էր, ապա դեղինը լավատեսությունն է, արևի պես պայծառ։ Այս գլխարկը դնելով մենք մեզ մաղում ենք գտնելու օգուտները, առավելությունները եւ բոլոր դրական կողմերը, նույնիսկ եթե դրանք առաջին հայացքից ակնհայտ չեն։ Լավ, մենք արդեն ունենք փաստեր, զգացմունքներ, ռիսկեր եւ օգուտներ։ Իսկ ինչ, եթե կարելի է այս ամենին լրիվ այլ կերպ մոտենալ։ Ժամանակն է կանաչ գլխարկի, ստեղծարարության ու անսահման հնարավորությունների։ Սա մտագրոհի փուլն է։ Այստեղ ոչ մի գաղափար չափազանց խենթ չէ, ոչ մի քննադատություն։ Նպատակը մեկն է՝ դուրս գալ սահմաններից ու նոր այլընտրանքներ գտնել։ Եվ վերջապես, երբ բոլոր տեսանկյուններն արդեն ցեղանին են, բեմ է դուրս գալիս գլխավորը։ Կապույտ գլխարկը ղեկավարն է, դիրիժորը։ Այն չի մասնակցում բուն քննարկմանը, այլ կառավարում է ամբողջ գործընթացը։ Կապույտ գլխարկն է որոշում, թե որ գլխարկը երբ դնել, այն ամփոփում է արդյունքները եւ հետևում, որ քննարկումը չշեղվի իր հունից։ Մի խոսքով այն ապահովում է կարգուկանոն։ Ահա, մի պահ նայեք այս աղիսակին։ Սա հիանալի ամփոփում է մեր ողջ գործիքակազմը՝ վերլուծաբանը, սիրտը, դատավորը, լավատեսը, ստեղծագործողը եւ իհարկե ղեկավարը։ Տեսնում եք, բոլորը միասին աշխատում են մեկ ընդհանուր նպատակի համար։ Դե տեսությունը շատ լավ է, բայց եկեք տեսնենք, թե այս ամենը իրականում ինչպես է աշխատում գործնականում։ Պատկերացրեք մի պարզ ու զվարճալի վարժություն։ Մի քանի խումբ, յուրաքանչյուրում 6 հոգի։ Ամեն մեկը ստանում է իր գլխարկը, եւ նրանք պետք է նկարագրեն մի առարկա այնպես, որ մյուսները գուշակեն։ Դե դուք էլ փորձեք մեզ հետ գուշակել։ Պատրաստ եք։ Գնացինք։ Սկսում է սպիտակ գլխարկը, միայն փաստերով։ Կարմիր գլխարկը կիսվում է իր զգացմունքներով։ Դեղին գլխարկը նշում է օգուտները։ Սև գլխարկը զգուշացնում է հնարավոր ռիսկերի մասին։ Իսկ կանաչ գլխարկը միանգամից նոր գաղափար է առաջարկում։
Եվ վերջում կապույտ գլխարկը ամփոփում է այս ամենն ու հարցնում. «Դե ինչ է սա, կռայցիկ արդեն»։ Իհարկե, տեսնու եք, թե ինչպես յուրաքանչյուր գլխարկ ավելացրեց իր շերտը, ստեղծելով առարկայի մի ամբողջական 360 աստիճանի պատկերը։ Այսպիսով, ո՞րն է գլխավոր տարբերությունը։ Սովորական մոտեցումը շատ հաճախ վերածվում է բանավեճի, որտեղ ամեն մեկը պաշտպանում է իր դիրքորոշումը, իսկ 6 գլխարկների մեթոդը վերացնում է էգոն։ Այն ավելի շատ խաղի է նման, որտեղ բոլորը համագործակցում են նպատակ ունենալով տեսնել ամբողջական պատկերը։ Եվ վերջում, մի պահ մտածեք ձեր մասին։ Ձեր առօրյա որոշումներում ո՞ր գլխարկն եք դուք ամենից հաճախ դնում։ Գուցե դուք բնատուր սև գլխարկ ունեք եւ միշտ ու ամենուր ռիսկերն եք տեսնում։ Կամ միգուցե դուք դեղին գլխարկ եք ու միայն դրական կողմերն եք փնտրում։ Իսկ ո՞ր գլխարկն է, որը դուք գրեթե երբեք չեք դնում։ Փորձեք հաջորդ անգամ գիտակցաբար կրել հենց այն։ Արդյունքները, հավատացեք, կարող են զարմացնել ձեզ։